Դուք հանդիսանում եք վարորդի մասնակիցներից որևէ ազգական բարեկամ։ Դուք ճանաչում եք վարորդի մասնակիցներին, դա վերաբերում է մեղադրյալներին, մեղադրողներին, ուժողի ներկայացուցիչներին, եք ճանաչում երբանից եւ ինչ արարողություն եք ընդունում ներկայացուցիչներին։ Մեղադրյալներին ճանաչում են բոլորին, Աղեկյան գորի Մարտին Սարգսյանը ունեցել են ծառայողական հարաբերություններ, իսկ Մարգարյան գորի Ղազարյան Տիգրանի հետ ունեցել են ընկերական ծառայողական հարաբերություններ։ Մյուս վարորդի մասնակիցների պաշտպաններին, հանրային մեղադրողներին, ուժողի ներկայացուցիչներին ոչ չեմ ճանաչում։ Դատական նիստերի ընթացքում են։ Այսինքն այս գործի շրջանը լավ։ Ուրեմն դատարանը ձեզ պարզաբանում է ցուցմունքով կապված իրավունքների եւ պարտականությունները, որ նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 43 հոդվածով, համաձայնորեն մեղադրյալի իրավունքների պահպանելու լոյություն կամ տարածություն, այդ թվում պաշտպանելու ներկայությամբ մինչև 50 տարի վերավոր տեղեկացնելու ամուսնու եւ մեծավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իրավունքի, ինչպես նաեւ այն մասին, որ իր ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ակնհայտ։ Դուք պարտավոր եք ցուցմունք տալ, պարտականությունը չկատարելու համար, մասնավորապես ցուցմունք տալու համար կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական դեպքի 504 հոդվածով։ Դատարանը ձեզ պարզաբանում է նաև մինչև արձակություն սկսվելը պարտավոր եք կատարել հետևյալ բովանդակության բանվոր հայտարարություն։ Ես նշում եմ ձեր անուն ազգանունը, ցուցմունք տալիս ասել եմ ճշմարտությունը, ոչ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ Հիմա խնդրեմ կատարեք իմ կողմից նշված բանվոր հայտարարությունը։ Ես Երգեշև Աղական Հակոբյանս ցուցմունք տալիս ասել եմ ոչ ճշմարտությունը, ասել եմ ճշմարտությունը, ոչ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունը։ Լավ, հիմա այն ինչ որ ձեզ պարզաբանեցի ձեր իրավունքների եւ պարտականությունների հետ կապված նախազգուշացվեցի, պարզ է ձեզ հասկանալի։ Խնդրեմ նիստերի արձանագրությունը մոտիկացեք, որպեսզի մեղադրյալը ստորագրի, դուք նախազգուշացվեցիք եւ ձեզ պարզաբանեց ձեր իրավունքների եւ պարտականությունները։ Հիմա խնդրեմ արգելում մեղադրյալ առաջարկում եմ ձեզ ցուցմունք տալ, ինչ որ ձեր պաշտպանությունն է, որոշել ձեզ պարզաբանեց ձեր իրավունքների եւ պարտականությունները, խնդրում լսում ձեզ։ Պատվաստան դատարան բազմիցս անգամներ դատարանում ցուցմունք եմ տվել, պատրաստ եմ հարցերին պատասխանելու, հաստատում նշած ձևով, նույն չկրկնվի։ Դա դեպքում չան, եթե նման առաջարկ անում, ամենայն դեպս խնդրեմ հանրային մեղադրողների պատասխանատվության բովանդակությունները որպես այդպեսին ցուցում եւ դատարանը դեմ չի, ամենայն դեպս եթե որոշում հայտնել մեղադրյալը, դատարանը գտնում որ նա կարող է կասնել արծադրումներ տալու իրավունքներ ձերն է, աշխարհորեն հանգամանքը, որ նախնական դատարանների ընթացքում հանրային մեղադրողները դժնորթել են որպեսզի արձակվի մեղադրյալը, չնայած մեղադրյալը որոշում չէր անում դատարանների ընթացքում, բայց ամենայն դեպս այս ապացույց հետազոտելու առաջարկը եկել է հանրային մեղադրողների կողմից։ Խնդրեմ, հարցեր տալու իրավունքը ձերն է, կարող եք հարցեր տալ։ Շնորհակալություն պատվարժան դատարան։ Արգելում մեղադրյալը, խնդրեմ նշեք 75-90 զորամասու եւ եկամուտի ծառայության սկզբից կարգել դեպի հասունություն չեք տալի, բայց հարցեր process-ը չի ցանկացել։ 75-90 զորամասու եւ եկամուտի ծառայության եւ ըստ հետաքննության ինչ պաշտոններ եք զբաղեցրել, ինչեւ ինժեներասակրային պաշտոն ծառայության հասնել։ Զորամասում անցել եմ ծառայության 19 թվականից, զբաղեցրել եմ դասակիրանատար, վաշտիրամանատար, շտաբպետ տեղակալ, օպերատիվ բաժնիստ, ավակ սպա ժամանակավոր, հետո ինժեներական ծառայության սպա։ Ինժեներական ծառայության սպա լինելով անդրդում, ինչ գործառույթ եք անտերյալ հասել։ Իմ գործառույթը կոնկրետ փոխգնդապետ եղել է Ղազարյան Տիգրանին կամ անձամբ իր փաստաթղթերի կամ տեղի կամացանների կամ ուղղակցերի
բացատրեմ։ Առօրյա գործունեությունը ինչը որ կապված է, ինչը որ կարող եմ ես օրինակ օգտակար լինել իրանց, որ ինձնից հնարավոր է որ ես կանամ իրանց օգնեմ։ Բայց կոնկրետ գործառույթ ես անձամբ չեմ ունեցել։ Ծառայության պետի օգնական որպես այլ որևիցե ձեր իրավունքների եւ պարտականությունների մասին հավելում ունեք ավելի հիշում եք որևիցե բան։ Եկեք որևիցե բան։ ինչքան որ կա։ Ոչ, ճիշտ ասած, ինչքա դա ասած։ Օրինակ որպես սպա դուք ստեղծան որ պետք է ժամանակավոր ժամանակ լրագրողի օպերատիվ խմբերում օպերատիվ հետապահանջի անում եք նման ծառայություն իրականացնում եք։ Այո, իսկ դեպքի նախորդ ժամանակահատվածում նման ծառայություն իրականացնել եք օպերատիվ հետապահանջի եք։ Այո, զորամասի հետապահան եղել օպերատիվ այն խմբի մեջ են ներգրաված եղել։ Այդ նման ծառայությունները մինչև երբ եք իրականացրել։ Ամսի ամենավերջում եղել է հունվարի 16-ին ինչքան հիշում եմ։ Գրաֆիկով նախաքննության նյութերի մեջ կա ինչքան հիշում եմ։ Մի բան ասել եմ, զորամասը բոլորիս հայտնի դեպքերից հետո, ռմբակոծության դեպքերից հետո, տեղակայման վայրերը, մշտական տեղակայման վայրերը, արդեն զորքը որպես այդպեսին տեղակայում սփռված է եւ մեկ տարի մշտական տեղակայման վայր չկա, ճիշտ է։ Այո։ Այդ պայմաններում դուք ձեր ծառայություն իրականացնում եք մենակ Ժիրասատովանի վաշտի կացարանում, թե նաև լինում եք այլ տեղերում, օրինակ չգիտեմ, շտաբում, այլ կացարանում, այլ տեղակայման վայրում։ Սեպտեմբերյան դեպքերից հետո, որոշ ժամանակ հետո որոշումը կայացվել, որ ծառայությունը, այսինքն հետապահություն դեպքում որոշ ժամանակ անցկացնել որպես պատասխանատու։ Դա եղել է ինչքան հիշում եմ հոկտեմբեր ամսվա սկզբից։ Իմ հիշելով։ Հետո որպես պատասխանատու եմ մնացել։ Ովքերով եք մնում։ Ես եմ մնացել Մարգարյան Գոռը, Մանասերյան Տիգրանը, պայմանագրային Ասատրյան Սերոպը ու երևի թե երկու պայմանագրային էլ կա, բայց ճիշտ ասած մոռացել եմ։ Ժիրասատովանի վաշտի տեղակայման հետ կապված տան մասին ըստ բազմաթիվ ցուցմունքներ են, չէ՞։ Թե ինչ կառուցվածք ուներ տունը, ինչպիսին էր, ըստ էության արդեն բոլորս շատ քաջատեղյակ դրա կառուցվածքի հետ կապված։ Դրա վերաբերյալ որպեսզի ես հարցը չտամ, ընդհանրապես հետևյալն ասեմ, նաև հաշվարկային հանգամանքը որ ցուցմունքեր եք տվել այս հանգամանքի հետ կապված։ Այդ տան կառուցվածքի հետ կապված ինչ-որ բան եք ավելացնելու, թե նախկինում ինչ նշել եք, կառուցվածքի մասին եմ խոսում։ Ինչ պատերը, սենյակները, տեղակայումների մասին եմ խոսում։ Ինչ նշել եմ, Իմ բոլոր նշել եմ բականները ավելացնելու ոչ մի բան չունեմ։ Շատ լավ, այ մենակ X-ի համար շարունակից հիշացնեք, վարարանը ստա որ սենյակը էր դրված ու այդ սենյակից աջ ձախ, այսինքն այսպես դիմաց եւ աջ եւ ձախ ինչեր կան։ Վարարանը դրված է եղել Միջանցքում, դիմացը եղել է Վազգաբանը, դիմանը, Վազգաբով։ Հեռուստացույցը դրա աջ կողմը գտնվել է ննջարանն մուտքը, դուռը դեպի ննջարան տանը, որ մտնում ենք դեպի Միջանցք ուղիղ դեպի գնման դեպի Զինանոց, մնացածն էլ արդեն կառուցվածքել Զինանոցում բունկերն են, ինչը որ նկարագրված է եղել, ծրաբաշխումները, սաղավարտները, զենքերը։ Այ ասեք 2023 թվականի հունվարի 18-ին դուք եղել եք պատասխանատու։ Ինչ հանրամատներով պահանջված եք դարձել պատասխանատու։ Ձեր կառավարության օրենքի գրաֆիկով փոխարինել եք ինչ-որ մեկին, թե ուղղակի ինչ այլ եղանակով որոշվել է որ դուք մնաք պատասխան։ Պարոն Փոխգնդապետ, նշված օրն է, ես գտնվել եմ Սոտքում, Զորամասում, 4 ծառայող է եղել, թե 5 չեմ հիշում հետս։ Աշխատանքների ընթացքում Մանասերյան Տիգրանը անձամբ խնդրել է, որ եթե հնարավոր է ես իր տեղում մնամ որպես պատասխանատու։ Ես համաձայնվել եմ, քանզի նշեց, որ տեղ պետք է գնամ։
Այսինքն իշխան Տիգրանի խնդրանքով վերջից փոխարինում եք երթա։ Փոխարինել եմ, ծառը այդ գործողությունը ավարտելուց հետո Ղազան Տիգրանը զանգել է, այսինքն ես եմ զանգել, ասել եմ, որ վերջացել են գործը, ինքը ասել է անձնակազմի տակ տեղավորի իջի, ես էլ ասել եմ, որ Մանասիրյան Տիգրանի հետ զրուցել եմ, համաձայնության ենք եկել, որ պետք է մնան։ Շատ բարի։ Իսկ դրանից հետո երբ եք զգացել ժամանակ հունվարի 10-ին։ Բան մոտավոր չեմ հիշում, բայց արդեն 8 էր, երևի թե 8-ի կողմեր է։ Սա 0-0-ի մասին եմ չեմ խոսում։ Ճիշտ է էս։ Շատ լավ։ Իսկ որ եք անձնակազմը արդեն եկել էր, կանցելանցել։ Անձնակազմը ներսում էր, ինչպես նաև ներսում այլ մարդիկ էր։ Այլ մարդիկ ովքեր եք։ Ինչքան հիշելով, եղել է Ժիրայր Սահակյանի հայրը և մի քանի քաղաքացիական անձինք։ Այ որ խնդրեմ, որպեսզի ամեն անգամ հարցը չտամ, այս ժամը 20:00-ը նշանակից եկել եք կառուցարան։ Դրանից հետո դեպքերի զարգացումը կնկարագրեք, մինչև Հրդեհի մասին որ չենք խոսում։ 20:00-ը եկավ կառուցարան, ինչ եք արել, մինչև Գավեշտանի մեր դեպքերը։ Երբ որ մտել եմ ներս, նշեցի, որ քաղաքացիական անձինք էին, սուրճ են խմում, երևի մոտավորապես իմ հիշելով մի 10 րոպե հետո իրանք դուրս են եկել, գնացել են։ Այդ ժամանակ Մանասիրյան Տիգրանն է ներսում եղել։ Գնալուց հետո ընդհանուր խոսակցություն են բացվել ծառայողներու Մանասիրյան Տիգրանի միջև վերակարգի կարգման հետ կապված։ Մանասիրյանը ուզել է նշել ում պետք է նշանակվի վերակարգ, ինձ անձնակազմի կապված խոսակցությունները։ Միջամտել եմ, ասել եմ ոնց Մանասիրյան Տիգրանը նշում եմ, նման դեպքով։ Որովհետև դրանից առաջ էլ նշել եմ, որ խնդիրներ կա, դա չնչին բանն է, որ կա։ Ինչ խնդիրների մասին է խոսքը։ Դե նշվել է բաղբողնապետ բազմիցս անգամներ, որ ոստիկանությունն է եկել։ Ագինի մեր մատերիկ մի բան էլ հասկանալ։ Ըստ էության, այո, որպես մեղադրանք դուք իրավունք ունեք լռելու, եւ ես որից եմ։ Լավ, ես արդեն հասկանալի է։ Եթե կամ ասեք կամ որոշեցիք արդյունին պատասխանել էլ մի ու կատարեք ասել եմ։ Արդյունը ճիշտ է, որ արդյունին անհանդիպ չկա կասում։ Այդ որ ասում եք վերակարգի հետ կապված հարց, լավ սկսենք այդտեղից, դա այն է, որ պետք է Միշան Դուբիգյանի փոխարինել Ռաձիկ Մաթովոսյանը դրա մասին է։ Ճիշտ ասած, ես այդ խոսակցությանը ընդհանրապես տեղեկություն չունեմ, ես ընդհանրապես նշել եմ Մանասիրյան Տիգրանին, խնդրել եմ, ասել եմ, եթե հնարավոր է, թող Ռաձիկ Մաթովոսյանը մնա։ Ես ու հարցրել եմ իրան, ասել եմ, համաձայն ես որ դու մնաս, ասել է, այո։ Մնացած վերակարգից տեղեկություն չունեմ, ես Ռաձիկ Մաթովոսյանին նշել եմ, ասել եմ, գրաֆիկը կազմի վեր։ Հիմա հարցս այն է։ Այդ որ ասում եք վերակարգի հետ կապված Տիգրան Մանասյանի եւ զինծառայողների խոսակցությունն է։ Այո։ Այդ խոսակցության մասին է խոսքը, թե այլ, եթե այլ, ապա որ ինչ խոսակցության մասին է խոսքը։ Դե որ անձնակազմը ուզում էր ուրիշ մարդկաններ, Մանասիրյան Տիգրանը ուզում էր ուրիշ կարգեր վերակարգ, դա խոսակցություն է տեղի ունեցել, ոնց որ փոքր վիճաբանություն է դիմի թե։ Ես էլ այդ խոսակցությանը Ռաձիկ Մաթեոսյանի եւ Միշան Դուբիգյանի խոսակցություններ, թե այլ խոսակցություն։ Ճիշտ ասած չեմ հիշում, բոլորը տեղ էին, ճիշտ է։ Բոլորը ու նկատում եք։ Անձնակազմը տեղ էր։ Լավ։ Իսկ դուք Խոսակցությունը տարբեր էր, ես կոնկրետնես մարդը չեմ ֆիքսել։ Ես մենակ Մանասիրյան Տիգրանին նրացա։ Իսկ այդ վիճաբանությունը ինչի ավարտվեց թե ինչ որ կիսականից ինչ է։ Ավարտվեց։ Իսկ դուք այդ վիճաբանությունը որովից եք կողմի Բարիշովի դերում եք, թե որպես է կողմին եք պաշտպանում։ Ոչ մեկին չեմ պաշտպանում, ճիշտ ասած, որպես Մանասիրյան Տիգրան, որպես սպա ինքը նշել եմ, որ ինքն է դասակիր հրամանատարը, թող ինքը որոշի։ Այս ծնողները սուշկվեցին, գնացին, այս վերակարգի հետ կապված խոսակցություն եղավ, Ռաձիկ հետ կապված խոսակցությունները նշեցիք ինչ եղավ, հետո ինչ եղավ։ Էլի խոսում ենք մինչև հեռավոր Հրդեհի բռնկվելը, Հրդեհի մասին չենք խոսում։ Հետո ինչ եք չորս զբաղված։ Անձնակազմը իր առօրյա վերջը, ես ճիշտ ասած եղել եմ Միջանցքում, հեռախոսով եմ ճիշտ ասած զբաղվել, հետո ընթացքում զանգ ա եկել, դուրս եմ եկել զանգին, անձնական զանգ ա եղել, դուրս եմ եկել զանգին պատասխանել եմ, էլի ներս եմ մտել, բայց ընդհանուր առմամբ անձնակազմի շարժը ճիշտ ասած ինքը տարածքը մեծ է, կարող անձնակազմի կեսը պահեստում է, կեսը օրինակի համար լվացի անում, կեսը
Ինչպես։ Որ ժամ։ Դե 8-ից հետո։ Մինչև ժամը 9:30, երևի 9:40, ես Ռադիկ Մաթևոսյանին նշել եմ, որ 9:40 անձնակազմը արդեն շահվածել է զինանոցում, դեռ տարածքը մեծ է, զուտ դուրս է ցուրտ է, ասել եմ, որ անձնակազմը ներսում շահվի, անվանական չէ։ Այսինքն մինչև ձեր մատնանշած ժամը անձնակազմը դուրս ներս է նավել։ Հա, իր առօրյա Շատ է։ Իսկ այդ առօրյա որ ասում եք, օրականում ինչ որ բաներ նախատեսված են անձնակազմը գտնի, թե ազատ ժամ։ ազատ ժամ էր, ճիշտ է։ Այդ իսկ երբ արդեն չեցվել է հրաման կամ առնվազն որ այնպես հրամանի ձևաչափով, այ արդեն ազդարարվել է, որ պետք է արդեն զինծառայողները քնեն, դրա ժամը քանիսն է մոտավորապես։ Որպես քուն, Այո։ երևի 10 պակասի, 10 Դա դրանից հետո ովքեր գնացել են դասինա, ովքեր են Քննարկումները դրանից հետո տվել են, որ ժամանակ, երևի 10 րոպե ժամանակ եմ տվել, որ անձնակազմը իրավիք են կարգի բերի, այսինքն ոչիկները հանել, կարգի բերեն։ Իգերան հասկացանք որն է, լավ, հետո ովքեր են մնացել, ովքեր են մնացել։ Պահին իմ կողքին եղել է Ռադիկ Մաթևոսյանն է եղել, Վաղինակին եմ հիշում, ընթացքում չեմ մտակողի, որովհետև ճիշտ ասած հեռախոսով եմ դիտվել ինձ զբաղված։ Դուրս եմ եկել զանգելու։ Մեջներում եք հեռախոսից զբաղվել, կասեք ինչ եք զբաղվել։ Ուղղակի ցանցը մտել, խաղ է խաղում։ Այս Արսեն Սողոմյանին տեսել եք։ Ինչը։ Արսեն Սողոմյանին տեսել եք։ Արսեն Սողոմյանը ստեղ տատականության ընթացքում արձակնելու ամբողջ ուղղակի ցույց կատարվել այն մասին, որ Կունուրդեի ժամանակ Վաղինակի հետ գերացել են ջուրը։ Հա, բարոթը։ Այո։ Չեմ խոսում ճիշտ ասած։ Հա, այսպես տեսել եմ։ Լավ, իսկ քուն ժամանից հետո ով է բարիկը տեսում։ Հենց ամենասկզբից քուն հրամանից հետո չեմ նկատել ով է եղել, դուրս չեմ եկել այդ պահին։ Դրանից հետո տեսել եմ Լևոն Խարաձյանին։ Իսկ Լևոն Խարաձյանից առաջ ով էր։ Այդի չեմ նկատել, դուրս չեմ եկել այդ պահին։ Իսկ հետո պետք է լիներ։ Չեմ իմանում ճիշտ ասած, ես Ռադիկ Մաթևոսյանին եմ կա։ Ռադիկ Մաթևոսյանին եմ նշել, գրաֆիկը կազմում հետևում։ Այսինքն բաշտի երթապան, որպես այդպիսին Ռադիկ Մաթևոսյան, ինքը պետք է դասական կատարել։ Ստիքան դրա պարտականություն։ Դա իսկ ասենք երբ էր արդեն իրավիճակ այնպիսին, որ փաստացի անձնակազմը քնած էր։ Այդ ժամը քանիսն էր։ Լավ, 10-ին տասվակաց քուն հրաման տվեցի, Տիպային զորանոցի այդ կացարանը պայմանների լրիվ կասագիտքային չի համապատասխանում, այդ անգաման ֆակտերից կիքսել ենք, շարժեր հասկացանք, որ կա։ Այ որ ժամն է, որ արդեն բոլորը նջասենյակում էին կամ ճաշով մեծամասնում նջասենյակում։ 11-ի կողմը ես ընդհանրապես շարժ չեմ նկատել։ Իմ կողքը մենակ եղել է մի պահ ես նկատել եմ Ռադիկ Արսենին մեկ էլ Վաղինակին կողքը մեկ էլ Ռադիկ Մաթևոսյանին դրանից հետո չեմ տեսել։ Այլ ասում եք ձեր կողքը դուք որտեղ եք։ Ես միջանցքում էի։ Որտեղ որ վարան։ Այո։ Իսկ իրավունքում են եկել ժամը։ Դե բան ճիշտ ասած դուրս են եկել, չգիտեմ, գաղ ուզեցել են գնան օրինակի համար պետք արան հետ գան, եկել մի պահ նստել են, գլի նորից ներս են մտել, շարժը ընդհանրապես մի քիչ ուշադրություն չեք դարձրել, բայտակ ուզենա դուրս գա, անդադ չես հարցնի։ Մի բան պատասխանում եք, իհարկե պարզաբանում չի ուղղակի ձեր պարզաբանումը ըստեյության նույն բանի կրկնությունն է, էլի։ Դե նույնն է ճիշտ ասած, բան կրկնտապեք, ես ոչ բան չունեմ։ Մի բան 23:00-ին դիտարկում եք, որ արդեն ազատկազմը քնած է։ Ճիշտ հասկացած ես։ Այո։ 23:00-ին ազատկազմը քնելուց հետո, այ արդեն մինչև ժամը 1-ը հենց այդ որ բարձրացնել բռնվել։ Դրանից հետո դուք հենց արդեն ձեր մասին է խոսքը, շարժը անդառնա
Այդ դուք ինչով եք զբաղվում։ Մնացել եք մենակ այդ սենյակում դուրս եք եկել ներս եկել։ Ես մենակ չեմ մնացել ընդհանրապես ճիշտ ասած այդ սենյակում։ Անդադ վերակարգանքը որ Լևոնն է դուրս եկել ներս մտել վերակարգի փոփոխությունները, Ռադիկ Մաթևոսյանը կողքս է եղել։ Նշեցի որ վաղին ակնու Աքսենին եմ տեսել այդ բանին, որ դուրս են եկել ներս են մտել։ Դադարից հետո Իսկ դուք դուրս եկել եք, օրինակ խոհանոցը առանձին է, այդ հանգամանքը մենք այս դատականության ընթացքում ֆիքսել ենք։ Մի բան խոսել եք, անձնական զանգ է եկել, դուրս եմ եկել, խոսացել եմ ներս եմ։ Իսկ Ռադիկ Մաթևոսյանի պարոնություն տեսել եք։ Ինչը։ Ռադիկ Մաթևոսյանի պարոնություն տեսել եք։ Խոհանոցում այո, եղել եք թե չէ։ Տեսել եմ։ Խոհանոցում եղել եք թե չէ նա։ Այո, տեսել եմ։ Խոհանոցում եղել եմ։ Ռադիկ Մաթևոսյանը տեսել եք։ Այ տեսեք Ստեղծության էլի հիմնվելով ձեր նախկինում տված ուսումնքների վրա եկել է մի պահ, երբ որ դուք դիտարկել եք, որ Բարյանը հանքում է և թեժ դրակ չկա դրան։ Այ դամոտարապես ժամանքայցն եք այդ ֆիքսել, ու խնդրում եմ իման մեզ ասեք դրա այդ կապված ինչ գործողություններ եք իրականացրել։ Մասնավորապես փայտը եղել է, չի եղել, գնացել եք, բերել եք, թե չեք բերել, ոնց եք գործել թեժացնել Եվ առասարակ վարան նախինում վարել եք, թե չեք վարել, դրանք Անկում զապետ Վերջի սկսեք, վարան երբեք ձև վարել եք Չեմ վարել, բայց ընթացքում որ նստած ենք եղել, հանգիքս է եղել Այդ եմ դրել մեջ Հիմա, հետո նկատեցիք, որ հանգում է Այդ ձեր գործողությունների բայց սկսած կծում եմ ասեք